Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում բացվեց Վանաձորի Պետական Մանկավարժական ինստիտուտի Մանկավարժության ֆակուլտետի արվեստի ամբիոնի դոցենտ Հայաստանի Հանրապետության նկարիչների միության անդամ Ռոբերտ Հեքիմյանի ցուցահանդեսը, որը կրում էր Քրիստոնյա Հայաստան խորագիրը։ Նկարիչը ներկայացրեց վերջին 5 տարիների կոմպոզիցիոն 27 աշխատանքներ։ Իմ գույներն են, իմ աշխարհն է, իմ ստեղծագործությունները, հիմնականում կոմպոզիցիոն աշխատանքներ են, թեմատիկ աշխատանքներ, որոնք իհարկե շատ քիչ են պատահում ցուցահանդեսներում, բայց ես որոշեցի անպայման թեմատիկ աշխատանքներով ներկայանամ։ Կան մի երկու բնանկար, նատյուրմորտ ծաղիկներ, բայց հիմնականում կոմպոզիցիոն թեմատիկ աշխատանքներ են։ Մոտ լինելով միջնադարյան նկարչությանը, ցուցահանդեսին Ռոբերտ Հեքիմյանն ընտրել էր հոգևոր թեմատիկա։ Նա համոզված էր, որ ճշմարիտը հոգևոր աշխարհն է։ Նա իր նկարներում ներկայացրել է լույսի ճանապարհը։ Ներկայացրել եմ լույսի ճանապարհը, որ Քրիստոսը բոլորին տանում է դեպի լույսը, ժողովուրդը առաջնորդվում է Քրիստոսով եւ գնում դեպի լույսը։ Ունեմ պատարագ աշխատանքը, իհարկե Եկմալյանի պատարագն է, որովհետեւ միայն տղամարդիկ են երգում, կանայք չկան։ Լինելով սերունդների դաստիարակող եւ բարեկրթող, նա 15 տարիներին մանկավարժական կյանքի ընթացքում իր գիտելիքներն անշահախնդրորեն փոխանցել է ուսանողներին։ Նկարչական ընդունակություններն ի հայտ են եկել մանկուց, փոխանցվելով ժառանգապար։ Առաջնորդվելով մի ընդօրինակիր, արա այն, ինչ որ զգում ես կարգախոսով, նկարիչ արվեստագետը ստեղծել է ինքնատիպ գործեր, բերելով նոր ոճ գեղանկարչության բնագավառում։ Ողջունում եմ Ձմականյանից եւ ուրախ եմ բերքին, որ մեր դարիչն այսօր ունի մի շատ հետաքրքիր ուրույն ինձ համար բավականին մեծ նշանակություն ունեցող ցուցահանդեսից մեկը, ինչու որովհետև եւ խորագիրը, եւ նախընթաց օրը իր առումով գաղափարական եւ խորհուրդ է պարունակում։ Ռոբերտի հետ մեր ծանոթությունը ուսանողական տարիներից է։ Երևանում սովորելու տարիներից։ Ես հիմա մոտովի հետ էի գնացել և հիշում էի մեր դասախոսներին։ Շատերը ֆիզիկապես այսօր չկան, բայց երևի նրանց ոգիները անպայման ոգևորում և ուրախանում են, և նրանք տեսնում են զգում են իրենց սաների կատարած աշխատանքը, որ իրենց չարչարանքը, իրենց աշխատանքը, իսկ նրանք մեզ համար շատ էին աշխատում։ Քրիստինե Մելիքսեթյան, Նորայր Այունց, Լոռի հեռուստաընկերություն։